1993 թվականի հունիսի 12-ին, երբ հայկական ուժերը մտան Մարզիլու մոտակայքում գտնվող մարտական դիրքեր, նրանք գտան մի բան, ինչը գոյություն չպետք է ունենար։ 5 թղթապանակ, կարմիր կնիքով, որոնցում ճշգրիտ նկարագրություններ էին՝ ով, երբ, ինչպես։ Փաստաթղթերը այնքան գաղտնի էին, որ նույնիսկ Ստեփանակերտի բարձրաստիճան սպաները չգիտեին դրանց մասին։ Բայց անմիտողական խորհրդակցությունների արդյունքում հենց այդտեղ հայտնվեցին այն ամենը, որոնց համար մենք ասում ենք հայ հողերը։ Այնինչը, որ կոպիտ ասած, մենք մեր հոգիներով մասնակցեցինք պատերազմին։ Տեին դրանց մասին, բայց անմիջապես հետո, հունիսի 14-ին, այդ ապացույցները անհետացան առանց որևէ հետքի։ Ով տարավ դրանք։ Եվ ամենակարևորը, ինչ էր թաքցնում այդ թղթապանակներում պահված տեղեկատվությունը։ Վազգեն Սարգսյանի անձնական գրասենյակում Երևանում, Բաղրամյան պողոտայի խորքում, կա մի գրադարակ, որ միայն 3 մարդ ուներ բանալին։ Այդ գրադարակում պահվում են 15 վկաների անունները, մարդիկ, ովքեր տեսան, լսեցին, գիտեին բոլոր ճշմարտությունը Մոնտե Մելքոնյանի, Մարտունու շտաբի ղեկավարի վերջին ամիսների մասին։ Նրանցից յուրաքանչյուրը գիտեր ճշգրիտ, ինչ տեղի ունեցավ 1993 թվականի գարնանից մինչև ողբերգական ամառ, Ով պլանավորեց հաջորդ քայլերը։ Ինչի համար պետք էր զոհ մատուցել ամենափորձառու հրամանատարին։ Բայց 1993 թվականի հունիսի 14-ին, 2 օր անց, այդ 15 անունները հանկարծ դարձան 12։ Ովքեր են բացակայող 3-ը։ Ինչու նրանք լռում են 30 տարի։ Պատկերացրեք, դուք եք այդ 15 մարդկանցից մեկը։ Դուք գիտեք ամեն մի բժշկական գաղտնիք, ամեն մի փախուստի պլան, ամեն մի գաղտնի թունել Ստեփանակերտի ներքո։ Այժմ պատկերացրեք, ձեզ պետք է ընտրել հավատարմության և ձեր սեփական կյանքի միջև։ 1993 թվականի հունիսի 12-ին այդ մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Արցախի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց մերժել իրենց հրամանատարին։ Պատմությունը սկսվում է շատ ավելի շուտ։ 1970 թվականի հունիսի 12-ին 13 տարեկան Մոնտե Մելքոնյանը ծնողների հետ մտնում է Մերզիֆոնի, Թուրքիայի հին հայկական քաղաքի ավերված եկեղեցի։ Քաղաքը, Որտեղ նրա պապիկը կենդանի էր տեսել, հայկական համայնքը ցեղասպանության նախօրեին։ Նա տեսնում է քանդված պատերը, պղծված գերեզմանոցը, իր պապիկի ոչնչացված շիրիմը։ Այդ 13 տարեկան տղան կանգնած է հայկական պատմության ամենաարյունոտ հետքերի վրա և հասկանում է, աշխարհը պարտական է Հայաստանին արդարություն։ 30 տարի անց այդ տղան կդառնա Արցախի ամենավախեցրած հրամանատարը, մարդը, որի անունից թուրքական և ադրբեջանական միավորները խուսափում էին բախումներից։ Բայց 1993 թվականի հունիսի 12-ին 13 տարեկան պատանին դեռ չգիտեր, որ նրա ճակատագիրը կավարտվի ճիշտ այդ նույն ամսաթվին, 30 տարի անց։ Մոնտե Մելքոնյանի սովորական օր ինչ էր։ Արթնանում էր 6 ժամին առավոտյան, երբ Մարտունու ամառային արևը դեռ թույլ էր մղձավանջային տաք օրվա համար։ Նրա հրամանատարական կետը գտնվում էր հին խորհրդային կառավարության շենքում, 2 հարթ կոկիկ մտորումներով, որտեղ պատերին կախված էին քարտեզներ 5 տարբեր մասշտաբներով։ Նա անցկացնում էր առաջին ժամը քարտեզների հետ, նշելով վերջին գիշերվա հրետանու հարվածների տեղերը, հաշվարկելով հաջորդ օրվա շարժումները։ 7:30 նախաճաշ, սովորաբար լավաշ, պանիր, հազվադեպ երշիկ, երբ առաքումները չէին խափանվում։ 8-ից մինչև 10 հանդիպումներ ջոկատի հրամանատարների հետ։ Նա խոսում էր հանգիստ, բայց բոլորը նկատում էին, երբ նրա ձայնը իջնում էր նիհար լռության մեջ, դա նշանակում էր որոշումը ընդունված է և հետ չկա։ Նա երբեք չբարձրացնում էր ձայնը, բայց նրա հայացքը կարող էր սառեցնել ամենակոշտ ռազմիկին։ Մարտունու բնակիչները նրան տեսնում էին ամեն օր, քայլում էր փողոցներով առանց ուղեկցության, խոսում մարդկանց հետ հայերեն, թեթև ամերիկյան առոգանությամբ, որը ավելի է շքեղացնում նրա խոսքը։ Փոքրիկ աղջիկները վազում էին նրա ետևից, տղամարդիկ հարգալից գլուխ էին տալիս, տատիկները հիշեցնում էին նրան ավելի շատ ուտել։ Բայց ամեն երեկո, երբ արևը մտնում էր Ագդամի լեռների ետևը, Մոնտե Մելքոնյանը վերադառնում էր իր հրամանատարական կետ և արգելափակում դուռը։ Ինչով էր զբաղված այդ ժամերին։ 2 վկա, նրա անձնական պահակներից, պնդում են, որ նա կարդում էր բժշկական գրականություն։ Որ հիվանդության մասին էր ուսումնասիրում մարդը, ով հրաժարվում էր բնակիչներին ասել, որ նրան ցավում է գլուխը։ Երբ Մոնտե Մելքոնյանը 1992 թվականի փետրվարի 4-ին հասավ Մարտունի, նա տեսավ շրջան, որ համարվում էր Արցախի ամենաթույլ օղակը։ Ադրբեջանական գյուղերը դրված էին բոլոր ճանապարհների վրա, կտրելով հայկական բնակավայրերը մեկուսացման մեջ։
Հայկական ջոկատները տարանջատված էին, կոորդինացիա չկար, ցածր մորալ։ Մոնտե անցկացրեց առաջին 3 շաբաթը ոչ մարտերի մեջ, այլ կազմակերպելով իր շտաբը։ Նա բերել էր իր փորձը Մերձավոր Արևելքից, այն տարիներից, երբ մարտնչել էր աֆղանական մոջահեդների եւ վարձկանների դեմ։ Նա գիտեր, պատերազմը չի հաղթում ուժեղագույնը, այլ ամենակազմակերպվածը։ 1992 թվականի մարտից սկսած Մարտունու շրջանը սկսեց փոխվել։ Առաջին ամիսը փոքր դիրքապահ մարտ էր, որտեղ Մոնտեն սովորեցնում էր իր մարտիկներին թուրքական տեխնիկայի թույլ կողմերը։ Երկրորդ ամիսը տանկեր գրավելու առաջին հաջող օպերացիաները։ Երրորդ ամիսը, երբ ադրբեջանական հրամանատարները սկսեցին հասկանալ, որ Մարտունին այլևս թույլ կողմ չէ։ Վազգեն Սարգսյանը, ով նշանակել էր նրան այս պաշտոնին, ասում էր. Մոնտեն փոխեց ամենաթույլ շրջանը ամենավտանգավորի։ Բայց ինչի համար։ Ով էր այդ կոշտ պահանջկոտ հրամանատարը, ով մերժում էր սովորական հարմարությունները, հագնում էր նույն հին ռազմական վերնազգեստը 10 ամիս անընդմեջ, ապրում էր հնացած շենքի երկրորդ հարկում առանց ջեռուցման։ Պատասխանը գուցե թաքնված է մի փոքրիկ մանրամասնության մեջ, որը գրեթե բոլորը անտեսել են։ 1990 թվականին, երբ Մոնտե Մելքոնյանը եկավ Հայաստան հարավային Եմենից, նա անցկացրեց ամբողջ տարին գիտական աշխատանքով։ Որ գիտական աշխատանքով զբաղվեց հայտնի Ասալա ակտիվիստը, ով 10 տարի պատերազմել էր Մերձավոր Արևելքում։ Երբ լրագրողներ հարցրին նրան այդ մասին, նա պատասխանեց մի անգամ. հայ ազգի պատմական ճակատագրի ուսումնասիրություն։ Հարցը մնաց. ինչի համար պետք էր մարդուն, ով պատրաստվում էր մարտական գործողությունների, ուսումնասիրել հայ ազգի պատմությունը։ Արդյոք թաքնված էր այնտեղ որևէ տեսություն, պլան կամ գուցե վախ։ 1992 թվականի աշնան կեսերին Մարտունու շտաբի մեջ սկսեց երևալ խնդիր։ Մոնտե Մելքոնյանը դարձավ ավելի մենամարտ, ավելի քիչ էր հաճախում ընդհանուր հավաքներին։ Նրա անձնական պահակները նկատեցին, նա գիշերները երկար բանակցություններ է վարում Ստեփանակերտի հետ ռադիոկապով, բայց առավոտյան էլ չի ասում, ինչի մասին էին այդ զրույցները։ Երբ հարցրին, նա ասաց. լոգիստիկա։ Բայց միայն լոգիստիկայի համար պետք է մեկը խոսի 3 ժամ անընդհատ, մինչդեռ նրա ձայնը կարելի է լսել փակ դռների միջով, բարձրացած, զայրացած։ Մոնտե Մելքոնյանին ճանաչող բոլորը հիշում են նրա անսովոր հանգստությունը։ Նա երբեք չէր կորցնում ինքնատիրապետությունը, նույնիսկ ամենասթրեսային պահերին։ Բայց 1992 թվականի հոկտեմբերին, երբ Մարտունի եկավ մի պաշտոնյա Երևանից, երկու վկաներ տեսան, թե ինչպես Մոնտեն փակեց դուռը եւ անմիջապես հետո հնչեց բաժակի ջարդվելու ձայնը, երբ պահակները մտան, Մոնտեն կանգնած էր պատուհանի մոտ եւ ասաց միայն. գնացեք։ Երբ էր վերջին անգամը, որ այդ անսասան հրամանատարը կորցրել էր իր հանգստությունը։ Երևանի պաշտոնյան մեկնեց նույն երեկո, բայց մեկ շաբաթ անց Մոնտե Մելքոնյանը գրեց նամակ Վազգեն Սարգսյանին։ Այդ նամակի բովանդակությունը երբեք չի հրապարակվել։ Վազգեն Սարգսյանը պահել է այն իր անձնական արխիվում, մինչև իր սեփական ողբերգական մահը 1999 թվականին։ Երբ արխիվը փոխանցվեց պետական պահպանության, այդ նամակը համարակալվեց. գաղտնի, ոչ հրապարակման ենթակա 50 տարի։ Ինչ կարող էր պարունակել այդ նամակը, որը պետք է թաքցվեր մինչև 1994 թվականը։ Պատասխանի մի հատված կարող է լինել Մոնտե Մելքոնյանի անձնական օրագրության մեջ, որը նաև երբեք չի հրապարակվել ամբողջությամբ։ 1992 թվականի նոյեմբերի 25-ին, նրա ծննդյան օրը, 35 տարեկանում, նա գրեց մի նախադասություն, որը կարճ է վկայակոչել Մարտունու մի փոքր թանգարանում։ Երբ մարդը գիտի, որ իր ժամանակը սահմանափակ է, նա պետք է ընտրի անել ամենակարևորը կամ ամենաապահովը։ Ես ընտրել եմ առաջինը։ Ինչ նկատի ուներ նա ասելով սահմանափակ ժամանակ։ Արդյոք Մոնտե Մելքոնյանը գիտեր իր սեփական ճակատագրի վերաբերյալ ինչ-որ բան, ինչ մենք չգիտենք։ 1993 թվականի ձմեռը եղավ Արցախի պատերազմի ամենաարյունալի ժամանակաշրջաններից մեկը։ Մարտունուն հարձակվեցին 3 ուղությունից, բայց Մոնտե Մելքոնյանի հրամանատարած ուժերը պահպանեցին դիրքերը։ Փետրվարին, երբ ձյունը ծածկել էր մեռած զինվորների մարմինները երկու կողմից, Մոնտեն նշանակեց հանդիպում բոլոր ջոկատային հրամանատարների հետ։ 37 հրամանատար հավաքվեց այդ հանդիպմանը, սենյակում, որտեղ ջերմաստիճանը 4 աստիճան էր։ Մոնտեն խոսեց 20 րոպե եւ բացատրեց նոր պլանը՝ փոխել պաշտպանությունը հարձակման։ Երբ վերջացրեց, մի փոքր լռություն կար, հետո մի հին ջոկատավար ասաց. «Դու մեզ տանում ես մահվան»։ Մոնտեն նայեց նրան եւ պատասխանեց. «Ոչ, ես տանում եմ ձեզ հաղթանակի։ Մահը պետք է գա հակառակորդի համար»։ Մարտ ամիսը Մոնտե Մելքոնյանը մասնակցեց Մարտակերտի ազատման հարձակմանը,
Հայկական ուժերը գրավեցին 10 միավոր թուրքական տեխնիկա, տանկեր, BMP, BRDM։ Ադրբեջանական ուժերը սկսեցին անկազմակերպ նահանջել։ Մոնտե Մելքոնյանը վերադարձավ Մարտունի մի շաբաթով, իսկ հետո անմիջապես մեկնեց դեպի հյուսիս, Կելբաջարի ուղղությամբ։ Այստեղ էր, որ տեղի ունեցավ նրա ամենախոշոր օպերացիաներից մեկը՝ Օմարի անցակետի գրավումը։ Այս գործողությունը փակեց Ադրբեջանի ռազմական առաքումների ճանապարհը եւ աղետալի հարված հասցրեց հակառակորդին, բայց հաղթանակի ուրախությունը չտևեց երկար։ Ապրիլի կեսերին, երբ գարունը եկավ Ագդամի դաշտերը, Մոնտե Մելքոնյանի վարքը կրկին փոխվեց։ Նա դարձավ ավելի անհանգիստ, Ավելի քիչ էր գնում։ Նրա անձնական բժիշկը, մի հայրենասեր բժիշկ Ստեփանակերտից, ով այցելում էր նրան ամիսը մեկ անգամ, նկատեց. Մոնտեն նիհարել էր 10 կիլոգրամ 3 ամսում։ Երբ հարցրեց՝ ուտում է արդյոք նորմալ, Մոնտեն ժպտաց եւ ասաց. պատերազմում բոլորը նիհարում են։ Բայց բժիշկը նկատեց նաեւ ուրիշ ախտանիշներ՝ թույլ ցնցումներ ձեռքերում, շնչառության տարօրինակ կարգավորում, արյան ճնշման անկայունություն։ Նա առաջարկեց լրացուցիչ քննություններ, բայց Մոնտեն մերժեց։ Մոնտե Մելքոնյանի ողջ կյանքը եղավ մի շարք հակասությունների։ Նա ծնվել էր Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում 1957 թվականի նոյեմբերի 25-ին, բայց դաստիարակվել էր հայ ցեղասպանության ողբերգության հիշողության մեջ։ Նրա ծնողները, Չարլզ եւ Զաբել, եկել էին Ամերիկա փախչելով Հայաստանի պատմական երկրագրության ավերածությունից, բայց նրանց տան մթնոլորտը եղավ հայկական ազգային ինքնության ամրոց։ Պատերին կախված էին էջմիածնի լուսանկարները, գրապահարանում Արմենակ Եկարյանի հոդվածները, իսկ ճաշի սեղանին հանդես գնահատականներ։ Սարդարապատի ու Մայիսյան հերոսամարտերի մասին 13 տարեկան Մոնտեն ընթերցեց այդ բոլոր տողերը, մինչև սովորեց բոլոր անունները, բոլոր ավերված վայրերը։ 1993 թվականի հունիսի 12-ին այդ անունների ցանկը լրացվեց եւս մեկ անունով։ Բայց ով ավելացրեց այն։ 122 մարդ կանգնած էին Մարտունու կենտրոնական հրապարակում 1992 թվականի ապրիլի վերջին օրը, երբ Մոնտե Մելքոնյանը անցավ նրանց կողքով առանց ուղեկցության։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը այդ մարդու հետ։ Մի ծերկին, ում տունը այրվել էր ադրբեջանական հրետանու հրդեհից, հիշում է, ինչպես Մոնտեն անձամբ օգնեց տեղափոխել նրա ամենաթանկարժեք իրերը նորապաստան։ Մի երիտասարդ հայր, ում որդին վիրավորվել էր առաջին շարքում, պատմում է, ինչպես Մոնտեն նստել էր նրա կողքին հիվանդանոցի մի միջանցքում եւ լսել 3 ժամ առանց խոսքի, միայն ձեռքը դրած հորուսին։ Մի 14 տարեկան աղջիկ, ում ընտանիքը կորցրել էր հայրին, ասում է. Մոնտեն տվեց նրան մի գիրք Հայաստանի հնագույն պատմության մասին եւ ասաց. «Քո հայրը պայքարեց, որպիսի այդ պատմությունը շարունակվի»։ Այս վկայություններից յուրաքանչյուրը նկարագրում է մարդուն, ով չէր պատկանում միայն ռազմական պատմությանը։ Նա պատկանում էր նաև երեխաներին, ովքեր կորցրել էին իրենց մանկությունը, ծերերին, ովքեր տեսնում էին պատմության կրկնությունը, հայրերին եւ մայրերին, ովքեր երազում էին հանգիստ ապագայի մասին։ Այս մարդիկ պահպանում էին նրա հիշողությունը ոչ թե որպես զինվորական հրամանատար, այլ որպես մարդ, ով հասկանում էր նրանց ցավը։ Բայց արդյոք այս վկայություններից որևէ մեկը կարող է բացատրել, ինչու նա դադարեցրեց այս մարդկանց այցելությունները 1993 թվականի մայիսին։ Ծերունին, ով պահում էր փոքրիկ սուրճի տուն Մարտունու կենտրոնում, պատմում է, ինչպես Մոնտեն ամեն առավոտ եկավ ժամը 7-ին եւ պատվիրում էր սուրճ առանց շաքարի։ Նա նստում էր նույն անկյունային սեղանի մոտ, բացում էր իր փոքրիկ նոթատետրը եւ գրում էր մոտավորապես 20 րոպե։ Ծերունին երբեք չհարցրեց ինչ է գրում, բայց նա նկատեց, երբ Մոնտեն ավարտում էր, նա միշտ լուսանկարում էր այն էջերը եւ հետո պատռում։ Ես միշտ մտածում էի, ինչու պետք է լուսանկարել, եթե ապա պատռելու ես, հիշում է ծերունին։ Բայց մի օր նա ինձ բացատրեց. թուղթը կարող է կորչել կամ գողանալ, բայց լուսանկարը պահված է նրա ֆոտոխցիկում, որը միշտ նրա հետ է։ Այդ ֆոտոխցիկը, փոքրիկ Panasonic մոդելը, գտնվում էր Մոնտեի անձնական իրերի մեջ 1993 թվականի հունիսի 12-ին։ Բայց երբ նրա ընտանիքին վերադարձրին իրերը, ֆոտոխցիկը բացակայում էր։ 5 տարի անց, 1998 թվականին, այդ ֆոտոխցիկը հայտնվեց Ստեփանակերտի անվտանգության ծառայության արխիվում, չակերտված անվնաս։ Ներսում եղած հիշողության քարտը ջնջված էր մասնագիտորեն։ Մի նախկին պահակ, ով աշխատել է Մոնտե Մելքոնյանի անձնական ուղեկցության մեջ 6 ամիս, պատմում է մի պատմություն, որը չի հրապարակվել երբեք։
1992 թվականի հուլիսի կեսերին, երբ տաքը հասնում էր 40 աստիճանի, Մոնտեն հրամայեց իր պահակներին սպասել դուրսում, մինչև նա խոսում էր մի տարեց կնոջ հետ, ով եկել էր իր գրասենյակ։ Պահակները լսեցին ելքի փակ դռան միջով, ինչպես կինը լաց էր լինում, եւ Մոնտեի ձայնը մխիթարում էր նրան։ Երբ կինը դուրս եկավ մեկ ժամ անց, նրա դեմքը խաղաղ էր։ Պահակները հետո իմացան, այդ կինը կորցրել էր 3 որդի պատերազմում եւ ուզում էր իմանալ, արդյոք նրանց զոհությունը ունեցել էր իմաստ։ Մոնտեն նրան ասել էր. «Ձեր որդիները մեռան, որպիսի Հայաստանը ապրի։ Առանց նրանց այս երկիրը կորցրած կլիներ սերունդը եւ հետո ամբողջ ժողովուրդը։ Նրանց զոհությունը փրկեց ազգը»։ Պահակը պատմում է, երբ կինը հեռացավ, Մոնտեն նստեց իր աթոռին եւ լաց եղավ առաջին անգամ։ «Ես երբեք չէի տեսել նրան լացող», ասում է պահակը։ «Նա միշտ ուժեղ էր, միշտ հանգիստ, բայց այդ օրը, երբ կինը հեռացավ, նա ծածկեց դեմքը ձեռքերով, եւ ես լսեցի նրա հեկեկալը»։ Մի բժիշկ Ստեփանակերտի հիվանդանոցից պատմում է, ինչպես Մոնտե Մելքոնյանը բերեց իր վիրավոր զինվորներից մեկին անձամբ, քանի որ շտապօգնությունը չէր կարողանում հասնել առաջնագծում։ Զինվորը կորցրել էր շատ արյուն, եւ բժիշկները չգիտեին արդյոք կարող են փրկել։ Մոնտեն մնաց այնտեղ 10 ժամ, դուրս չգնաց նույնիսկ ջուր խմելու։ Երբ զինվորը վերականգնվեց եւ բացեց աչքերը, առաջին բանը ինչ տեսավ, Մոնտեի դեմքն էր, որը նայում էր նրան հանգիստ ժպիտով։ «Դու կլինես լավ», ասաց Մոնտեն։ «Դու կտեսնես հա կտեսնես Հայաստանի ազատ ապագան»։ Զինվորը հիշում է, ինչպես Մոնտեն բռնեց նրա ձեռքը եւ սեղմեց այնքան ուժգին, որ զինվորը զգաց ուժ իր մեջ։ Բժիշկը հետո ասաց զինվորին. «Այդ մարդը քեզ փրկեց կրկնակի։ Առաջին անգամ, երբ բերեց քեզ այստեղ ժամանակին, երկրորդ անգամ, երբ տվեց քեզ պատճառ ապրելու»։ Բայց բժիշկը նաեւ նկատեց մի բան. երբ Մոնտեն դուրս գնաց հիվանդանոցից, նրա ոտքերը թուլացան եւ նա սկսեց ընկնել։ Բժիշկը վազեց օգնության, բայց Մոնտեն մերժեց եւ ասաց. «Պարզապես հոգնած եմ»։ Ստեփանակերտի ներքո կար մի գաղտնի աշխարհ, որը քիչերը գիտեին։ Թունելների ցանց, որը կառուցվել էր խորհրդային ժամանակներում, ատոմային պատերազմի պատշաճ պատրաստվելու համար։ Մի 1500 մետր երկարությամբ անցումներ, որոնք միացնում էին կառավարական շենքերը, զինանոցները եւ հաղորդակցության կենտրոնները։ Այդ թունելների մեծ մասը մոռացվել էր 1960 թվականներից, երբ Խորհրդային Միությունը դադարեցրեց ակտիվ պատրաստվելիք ցամաքային պատերազմների։ Բայց 1992 թվականի գարնանը, երբ Արցախի պատերազմը դարձավ ամբողջական, ինչ-որ մեկը սկսեց վերականգնել այդ թունելները։ Ո՞վ էր այդ մարդը, ով գիտեր այդ գաղտնի ճանապարհների մասին։ Թունելներ, որոնք նույնիսկ Ստեփանակերտի քաղաքային պլանների մեջ չեն նշված։ Մի նախկին ճարտարապետ, ով աշխատել էր Ստեփանակերտի քաղաքաշինության բաժնում 1980 թվականներին, հիշում է, ինչպես 1968 թվականին կառուցվել են այդ թունելները։ Դրանք նախագծվել էին այնպես, որ ամբողջ քաղաքային կառավարությունը կարողանար գործել 3 ամիս ստորգետնյա, եթե մակերևույթը դառնար ճառագայթապատ։ Ճարտարապետը պատմում է. թունելների պլանները պահվում էին կենտրոնական կոմիտեի արխիվում Բաքվում եւ հետո Երևանում, բայց երբ Արցախը հռչակեց անկախություն, այդ փաստաթղթերը կորցվեցին։ Բայց ինչ-որ մեկը պահել էր պատճենը, ինչ-որ մեկը, ով կամ աշխատել էր այդ կառուցման ժամանակ, կամ ուներ մուտք գաղտնի արխիվների։ 1992 թվականի ապրիլին, երբ Ստեփանակերտը սկսեց ենթարկվել ադրբեջանական հրետանու հարձակումների, կառավարությունը հայտնագործեց, որ թունելները վերացվել են։ Փոշին մաքրված էր, ջրամատակարարումը վերականգնված, էլեկտրականությունը կապված։ Ո՞վ կատարեց այդ աշխատանքը։ Պաշտոնական տարբերակ ասում է Արցախի պաշտպանության նախարարության ինժեներական նյութան ինժեներական միավորները։ Բայց մի նախկին ինժեներ, ով մասնակցել է այդ աշխատանքներին, պատմում է ուրիշ պատմություն։ Երբ մենք հասանք տեղամաս, թունելները արդեն վերացված էին։ Ինչ-որ մեկը արել էր աշխատանքը մեր առաջ։ Մենք միայն ավելացրինք լրացուցիչ անվտանգության միջոցներ եւ նոր լույսեր։ Ինժեները հիշում է նաեւ մի տարօրինակ մանրամասնություն։ Թունելների պատերին կային նոր նշաններ, ոչ ռուսերեն, ոչ հայերեն, այլ անգլերեն։ Քիչ նշաններ, որոնք ցույց էին տալիս ելքերի ուղղությունները եւ վտանգավոր հատվածները։ Ո՞վ էր այդ մարդը, ով օգտագործում էր անգլերեն նշաններ Ստեփանակերտի գաղտնի թունելներում, հարցնում է ինժեները։ Պատասխանը կարող է գտնվել 1992 թվականի հունիսին կատարված մի գաղտնի այցելության մեջ։ Մոնտե Մելքոնյանը այցելեց Ստեփանակերտ հատուկ հանդիպման համար Արցախի պաշտպանության խորհրդի հետ։ Պաշտոնական հանդիպումը տևեց 2 ժամ եւ քննարկվեցին ռազմական պլաններ։ Բայց մի անձնական վկա,
պահակ, ով աշխատում էր այդ շենքում, հիշում է ինչպես Մոնտե Մելքոնյանը խնդրեց ուղեկցել մի հատուկ վայր շենքի ստորերկրյա մակարդակներում։ Երբ պահակը հարցրեց ինչու, Մոնտեն ասաց. «Ես պետք է ստուգեմ պահեստային ելքերը»։ Այդ այցելությունը տևեց 3 ժամ։ Երբ Մոնտեն վերադարձավ, նրա կոշիկները ծածկված էին փոշով եւ հին կաղամբով, որը բնորոշ է միայն խորը թունելներին։ Վկան հիշում է նաև ինչպես Մոնտեի ձեռքում էր մի փոքրիկ բլոկնոտ, որտեղ նա նկարել էր սխեմաներ եւ թվեր։ Ինչու Մոնտե Մելքոնյանը հետաքրքրված էր Ստեփանակերտի գաղտնի թունելներով։ Պաշտոնական բացատրությունը նա ուսումնասիրում էր հնարավոր պահեստային ճանապարհներ, եթե քաղաքը շրջափակվեր։ Բայց կա մի այլընտրանքային տեսություն։ Մոնտե Մելքոնյանը, ով 10 տարի ապրել էր գաղտնի կյանքով Մերձավոր Արևելքում, գիտեր, ամենակարևորը պատերազմում չէ հաջողությունը, այլ փախուստի պլանը։ Նա տեսել էր քաոսը, երբ հրամանատարությունը կորցնում է կառավարումը եւ զինվորները մնում են առանց ուղղությունների։ Նա հաստատապես մտածել էր այն վիճակի մասին, երբ Ստեփանակերտը կարող էր ընկնել։ Եթե այդպես տեղի ունենար, ինչպես կփախցներ կառավարությանը, փաստաթղթերը, կարևոր մարդկանց։ Թունելները կարող էին լինել այդ պատասխանը։ Կա նաև մի ավելի խիստ տեսություն։ Մոնտե Մելքոնյանը նախագծում էր ոչ թե հանրային փախուստի պլան, այլ անձնական ծածուկ ճանապարհ իր սեփական համար։ Ումից էր նա վախենում այնքան, որ պետք է ուսումնասիրի գաղտնի ելքեր պաշտոնական պաշտպանության շենքից։ Թե գուցե նա չէր վախենում բոլորից, այլ միայն որոշ մարդկանցից։ 1992 թվականին Արցախում կային շատ խմբավորումներ, որոնք մրցում էին իշխանության համար։ Մոնտե Մելքոնյանը, արտաքին մարդը, ով եկել էր Ամերիկայից, ով խոսում էր հայերեն խառը առոգանությամբ, ով չպատկանում էր ոչ մի տեղական ընտանիքի, կարող էր զգալ իր խոցելիությունը։ Կարող էր նա պլանավորել փախուստ ոչ թե հակառակորդից, այլ իր սեփական կողմից։ Գաղտնի թունելների հարցը մնում է անպատասխան մինչև այսօր։ Ստեփանակերտի քաղաքային կառավարությունը մերժում է քննարկել թունելների գոյությունը, ասելով, որ դա պետական գաղտնիք է։ Բայց բնակիչները գիտեն, այդ թունելները իրական են, որովհետև նրանք տեսել են մուտքերը, մետաղյա դռներ, որոնք թաքնված են հին շենքերի պիվնիցերում։ Մի հարց մնում է. եթե Մոնտե Մելքոնյանը իսկապես նախագծել էր փախուստի պլան այդ թունելների միջոցով, ինչու նա երբեք չօգտագործեց այն։ Արդյոք 1993 թվականի հունիսի 12-ին, երբ նա կարիք ունեցավ փախչելու, արդյոք նա հիշեց այդ թունելները։ Թե գուցե այն ժամանակ նա արդեն չկարող էր հասնել Ստեփանակերտ, կամ գուցե նա որոշեց չփախչել։ Անցավ տարի, օրեր անցան հանգիստ, ապա անհանգիստ, ապա սարսափելի։ Մոնտեն, ով ուսումնասիրել էր Ստեփանակերտի ստորգետնյա փրկության ճանապարհները, այժմ գտնվում էր Մարտունիում, 40 կիլոմետր հեռու փրկության հնարավորությունից։ Արդյոք նա կարող էր հասնել այնտեղ, եթե իսկապես փորձեր։ Արդյոք ուներ ժամանակ վազել դեպի Ստեփանակերտ, թաքնվել այն թունելներում, որոնք ինքը պատրաստել էր։ Բայց 1993 թվականի մայիսի սկզբին, երբ նրա վարքագիծը փոխվեց, երբ նա դադարեցրեց շրջագայությունները, երբ նա սկսեց փակվել իր հրամանատարական կետում, արդյոք դա ցույց էր տալիս, որ նա արդեն գիտեր, փախուստի ժամանակը անցել է։ 1993 թվականի մայիսի սկզբին Մոնտե Մելքոնյանի մարգագծում սկսեց երևալ տարօրինակ նշան։ Նրա անձնական պահակները նկատեցին, նա դադարեցրեց իր սովորական առավոտյան շրջագայությունները Մարտունու փողոցներում։ Մարդը, ով ամեն օր քայլում էր բնակիչների միջով, հարցնելով նրանց կարիքների մասին, հանկարծ մնաց իր հրամանատարական կետում։ Երբ պահակները հարցրին ինչու, նա ասաց. «Շատ աշխատանք կա»։ Բայց աշխատանքը միշտ շատ էր, եւ դա երբեք չէր կանգնեցրել նրան նախկինում։ Փոխարենը պահակները նկատեցին ուրիշ բան։ Մոնտե Մելքոնյանը սկսեց ստուգել իր պահակները։ Նա հարցնում էր նրանց անսպասելի հարցեր. ով էր այցելել երեկ գիշեր։ Պահակները պատասխանում էին ոչ ոք։ Մոնտեն հարցնում էր կրկին. վստահ եք։ Պահակները սկսեցին զգալ, որ նա չի հավատում նրանց։ Մեկ պահակ հիշում է մի երեկո, երբ Մոնտեն անսպասելիորեն դասելիորեն դուրս եկավ իր սենյակից ժամը 2-ին գիշերվա եւ հարցրեց. ով եկավ։ Պահակը պատասխանեց. ոչ ոք չի եկել, հրամանատար։ Մոնտեն նայեց նրան երկար եւ ասաց. ես լսեցի քայլեր։ Պահակը հիշում է. նրա սիրտը սկսեց արագ թոթվել, որովհետև նա վախեցավ, գուցե իսկապես ինչ-որ մեկը եկել էր եւ նա չէր նկատել։ Բայց երբ նրանք ստուգեցին ամբողջ շենքը, ոչ ոք չկար։ 1993 թվականի մայիսի վերջին Մոնտե Մելքոնյանի պարանոյան դարձավ ավելի ակնհայտ։ Նա սկսեց փոխել իր պահակների հերթափոխությունները պատահականորեն, առանց նախազգուշացման։ Մի պահակ, ով պետք է աշխատեր առավոտյան հերթափոխում, հանկարծ հրավիրվում էր գիշերվա հերթափոխման։
Նրա մարդիկ չէին հասկանում պատճառը, բայց ոչ ոք չհարցրեց, սովորել էին հրամանատարի լռությանը։ Նա նաև սկսեց պահել իր դուռը փակ նույնիսկ ցերեկային ժամերին։ Նախկինում նրա դուռը միշտ բաց էր, ցանկացած ջոկատային հրամանատար կարող էր մտնել առանց թակելու։ Բայց այժմ, մայիսի վերջին օրերին, դուռը մնում էր փակ, եւ պահակները լսում էին, ինչպես Մոնտեն քայլում էր իր սենյակում ժամերով առանց դադարի, առանց հանգստի, ինչպես մարդ, ով փախչում է անտեսանելի հետապնդումից։ 1993 թվականի մայիսի 28-ին Մոնտե Մելքոնյանի անձնական բժիշկը Ստեփանակերտից եկավ Մարտունի առանց նախազգուշացման։ Նա պետք է կատարեր սովորական ամսական ստուգում, բայց այս անգամ ինչ-որ բան էր այլ։ Երբ բժիշկը մտավ հրամանատարական կետ, նա անմիջապես նկատեց փոփոխությունը։ Մոնտե Մելքոնյանը, մարդը, ով միշտ կանգնած էր ուղիղ, ինչպես զինվորական ակադեմիայի շրջանավարտ, այժմ թեքվում էր մի քիչ աջ կողմ։ Նրա դեմքը, որը միշտ եղել էր արևայրված եւ լիակատար, այժմ երևում էր նիհարացած, այնպես որ այտերի ոսկորները դուրս էին եկել։ Բժիշկը միանգամից սկսեց ստուգումը, չսպասելով սովորական սուրճի հյուրասիրությանը։ Արյան ճնշումը 110 վրա 70։ Սովորական համար լավ ցուցանիշ։ Բայց Մոնտե Մելքոնյանի սովորական ցուցանիշը միշտ եղել էր 120 վրա 80։ Բժիշկը նկատեց, իր ձեռքերը թեթևակի դողում են, երբ նա բռնում է գրիչը։ Աչքերի շուրջը մուգ շրջանակներ, որոնք խոսում են անկնության մասին։ Լեզվի գույնը թույլ դեղին, նշան դեհիդրացիայի։ Երբ բժիշկը խնդրեց հանել վերնազգեստը, նա տեսավ մարմին, որը կորցրել էր 15 կիլոգրամ 4 ամսում։ Կող ոսկորները հստակ էին երևում։ Փորի մկանները, որոնք մի ժամանակ եղել էին ամուր, մարզական պատրաստվածության արդյունք, այժմ հարթվել էին։ Բայց ամենավտանգավորը, երբ բժիշկը խնդրեց Մոնտեին քայլել 5 քայլ առաջ եւ հետ, նա նկատեց թեթև անհավասարակշռություն։ Ձախ ոտքը թուլացել էր մի քիչ, ինչը կարող էր ցույց տալ նյարդաբանական խնդիր։ Ինչով էր հիվանդ այս մարդը, ով մերժում էր ընդունել իր իսկ թուլությունը։ Բժիշկը հարցրեց նրան ուղղակիորեն. «Դուք ունեք գլխացավեր»։ Մոնտեն ժամանակ տվեց պատասխանելուց առաջ եւ ասաց. «Երբեմն»։ Բժիշկը գիտեր, երբեմն նշանակում է ամեն օր։ Հարցրեց. «Ինչպիսի ցավ»։ Մոնտեն նկարագրեց. «Սուր, աջ մասում, երբեմն տարածվում է աչքի դեպի»։ Այս նկարագրությունը սարսափելի էր։ Մինյաց ստիպում էր բժշկին մտածել լուրջ խնդիրների մասին, գլխուղեղի արյան անբավարար մատակարարում, բարձր ճնշում, նույնիսկ ուռուցք։ Բայց երբ նա առաջարկեց ուղարկել Մոնտեին Երևան ստուգումների համար, հրամանատարը մերժեց։ «Ես չեմ կարող հեռանալ հիմա», ասաց նա հանգիստ, բայց վճռական։ «Ադրբեջանցիները սպասում են ճիշտ այն պահին, երբ մենք թուլանում ենք»։ Բժիշկը փորձեց բացատրել, նա ինքն է թուլանում, ոչ թե հայկական ուժերը։ Բայց Մոնտե Մելքոնյանը տեսավ այս երկու բանը որպես նույնը։ Եթե նա հեռանար Մարտունուից նույնիսկ մեկ շաբաթով, ջոկատները կմնային առանց իրենց համակարգողի։ Վազգեն Սարգսյանը կարող էր ուղարկել փոխարինող, բայց ոչ ոք չճանաչեր տեղական ռելիեֆը այնպես, ինչպես Մոնտեն։ Ոչ ոք չգիտեր, որ ճանապարհը կտրվում է առաջին անձրևից, որ բլուրը ունի գաղտնի դիտարկման կետ, որ գյուղը թաքցնում է ադրբեջանական կրակակետ։ Այս գիտելիքները հավաքվել էին 14 ամսում, ամեն օր քարտեզի վրա նշելով նոր մանրամասնություններ, ամեն շաբաթ հարցաքննելով տեղացիներին։ Եթե Մոնտեն մեկներ, այդ գելիտ գիտելիքները կմնային իր մեջ, եւ նոր հրամանատարը կսկսեր զրոյից։ Պատերազմում սկսել զրոյից նշանակում էր կորցնել կյանքներ։ Բժիշկը տվեց նրան դեղեր, ցավազուրկներ գլխացավերի համար, վիտամիններ ընդհանուր թուլության համար, քնաբեր հաբեր անկնության համար։ Բայց երբ նա դուրս գնաց, նա գիտեր, այդ դեղերը կօգնեն միայն մի քանի շաբաթ։ Իսկական խնդիրը խորն էր, ոչ թե դեղերով բուժելի։ Մարդը, ով կրում էր ամբողջ շրջանի պատասխանատվությունը իր ուսերին, մարդը, ով զգում էր ամեն զոհված զինվորի մահը որպես անձնական պարտք, մարդը, ով գիտեր, պատերազմը շարունակվելու է տարիներ, այս մարդը սպառվում էր ոչ թե մարմնով, այլ հոգով։ Իսկ հոգու հիվանդությունը ավելի վտանգավոր է, քան մարմնինը, որովհետև այն անտեսանելի է, անդառնալի, եւ այն սպանում է լուռ։ 2 օր անց, 1993 թվականի հունիսի առաջին օրը, Մոնտե Մելքոնյանը հավաքեց իր ամբողջ շտաբը, 12 հրամանատարներ տարբեր ջոկատներից։ Այս հանդիպումը տարբերվում էր սովորականից։ Սովորաբար Մոնտեն սկսում էր քարտեզները բացելով եւ ցույց տալով հաջորդ գործողությունները։ Բայց այս անգամ նա սկսեց մի հարցով, որը ոչ ոք չսպասեց։ «Ով ինչ գիտի իմ առողջության մասին», հարցրեց նա հանգիստ, բայց նրա ձայնը կտրուկ էր։
Հրամանատարները նայեցին միմյանց, շփոթված։ Մեկը, ամենահինը, համարձակվեց պատասխանել. «Մենք գիտենք, որ դուք հոգնած եք, բայց բոլորս հոգնած ենք»։ Մոնտեն շարունակեց. «Ես չեմ խոսում հոգնածության մասին։ Ես խոսում եմ, ով է զրուցել բժշկի հետ, ով է հարցրել նրան իմ ախտորոշման մասին, ով է փորձել իմանալ ինչքան ժամանակ ունեմ»։ Լռություն ընկավ սենյակում, այնպիսի ծանր, որ կարելի էր զգալ նրա քաշը։ Հրամանատարներից ոչ մեկը չէր հարցրել բժշկին, բայց նրանք հասկացան, Մոնտեն կասկածում էր իրենց։ Ինչու էր այս անվստահությունը ծագել հանկարծ մարդու մեջ, ով միշտ վստահել էր իր մարդկանց։ Հրամանատարներից մեկը, երիտասարդ սպա, ով ծառայել էր Մոնտեի հետ Կելբաջարի ուղղությամբ, ասաց բարկությամբ. «Մենք ձեր հրամանատարներն ենք, ոչ թե լրտեսներ։ Եթե մեզ չեք վստահում, փոխարինեք մեզ»։ Մոնտեն նայեց նրան երկար, եւ հետո նրա դեմքը փափկացավ մի պահ։ «Ես ներողություն եմ խնդրում», ասաց նա։ «Ես չեմ կասկածում ձեզ, բայց ինչ որ մեկը կարող է կասկածել, եւ ես պետք է իմանամ, ովքեր են նրանք»։ Արդյոք այս անվստահությունը հիմնավորված էր թե սովորական պարանոյայի արդյունք։ Հիշենք, Մոնտե Մելքոնյանը 10 տարի ապրել էր Ասալայի գաղտնի ցանցում, որտեղ վստահելիությունը կարող էր նշանակել կյանք կամ մահ։ Նա տեսել էր ընկերներ, ովքեր դարձան դավաճաններ, ովքեր դարձան բանկայական գործակալներ։ Նա սովորել էր, վստահությունը պետք է վաստակել, ոչ թե ընդունել որպես տրված։ Բայց արդյոք այդ խնդիրը հիմա արդիական էր Մարտունիում, որտեղ նրա հրամանատարները եղել էին հավատարիմ 14 ամիս։ Թե գուցե Մոնտեն գիտեր ինչ-որ բան, ինչ մենք չգիտենք։ Գուցե նա արդեն ստացել էր նախազգուշացում, նամակ, հեռախոսային զանգ, որը ասում էր. «Վստահ ես քո մարդկանց»։ 1993 թվականի հունիսի 3-ին Երևանից եկավ մի պաշտոնյա, ով պահանջեց հատուկ հանդիպում Մոնտե Մելքոնյանի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Ստեփանակերտում, Արցախի պաշտպանության նախարարության շենքում։ Երկու վկաներ, պահակներ, ովքեր կանգնած էին դռան դիմաց, հիշում են, ինչպես այդ զրույցը սկսվեց հանգիստ, բայց հետո բարձրացան ձայները։ Երևանի պաշտոնյան ինչ-որ բան էր պահանջում, Մոնտեն մերժում էր։ Պահակները չլսեցին ճշգրիտ բառերը, բայց նրանք լսեցին տոնը՝ պահանջ, մերժում, բանակցություն, վերջնական հրաժարում։ Երբ հանդիպումը ավարտվեց 3 ժամ անց, Երևանի պաշտոնյան դուրս եկավ բարկացած դեմքով։ Նա նայեց պահակներին եւ ասաց մի բան, որը նրանք երբեք չմոռացան. «Ձեր հրամանատարը կգնահատի իր համառությունը»։ Ինչ իմաստ ունեին այդ բառերը։ Սպառնալիք էր, թե պարզապես բարկության արտահայտություն։ Պահակները չգիտեին, եւ երբ նրանք հարցրին Մոնտե Մելքոնյանին, նա միայն ասաց. «Մի մտահոգվեք»։ Բայց հետո, երբ նրանք վերադարձան Մարտունի, Մոնտեի վարքագիծը կրկին փոխվեց։ Նա դադարեցրեց ռադիոկապակցությունները Ստեփանակերտի հետ, բացի կարճ զեկուցումներից։ Երբ Վազգեն Սարգսյանը փորձեց կապ հաստատել նրա հետ անմիջապես, Մոնտեն ասաց, որ հանդիպման կարիք չունի։ Այս մերժումը անսովոր էր, որովհետև Մոնտեն միշտ պահպանել էր սերտ կապ Վազգենի հետ։ Ինչու հանկարծ այդ կապը խզվեց։ Կա մի տեսություն, որը շրջանառվում է տասնամյակներ։ Երևանի պաշտոնյան եկել էր առաջարկությամբ Մոնտե Մելքոնյանը պետք է հեռանար Մարտունուից եւ տեղափոխվեր Շուշիի ուղղություն, նոր օպերացիայի համար։ Այս առաջարկը թվում էր տրամաբանական, որովհետև Շուշին էր Արցախի ռազմավարական բանալին։ Բայց Մոնտեն մերժեց, ասելով Մարտունին դեռ կարիք ունի նրա ներկայությանը։ Իրականում նա գուցե հասկանում էր, որ Շուշիի օպերացիան էր այն վայրը, որտեղ հրամանատարը կլինի ամենախոցելի։ Լեռնային պատերազմում հրամանատարական կետերը հեշտությամբ նշանակվում են հակառակորդի հրետանու կողմից։ Եթե Մոնտեն տեղափոխվեր այնտեղ, նա կդառնար հեշտ թիրախ։ Արդյոք նա գիտեր այդ։ Արդյոք դա էր պատճառը, որ նա մերժեց։ Բայց կա նաև երկրորդ տեսություն, ավելի սարսափելի։ Երևանի պաշտոնյան եկել էր ոչ թե առաջարկությամբ, այլ հրամանով։ Հրաման, որը գալիս էր ամենավերևից, մարդկանցից, ովքեր տեսնում էին Մոնտե Մելքոնյանին որպես խնդիր, ոչ թե լուծում։ Ինչու խնդիր։ Որովհետև Մոնտե Մելքոնյանը եկել էր դրսից, Ամերիկայից, Ասալայից, միջազգային ցանցերից։ Նա չպատկանում էր հայաստանյան էլիտային, չուներ ընտանեկան կապեր Երևանի իշխանության հետ, չմասնակցում էր ներքին խաղերին։ Նա էր անկախ խաղացող, հզոր, ժողովրդական, անառարկելի։ Այսպիսի մարդիկ վտանգավոր են նրանց համար, ովքեր պլանավորում են պատերազմից հետո ինչ-որ բան վերցնել իրենց համար։ Եթե պատերազմը ավարտվեր հաղթանակով եւ Մոնտե Մելքոնյանը վերադառնար որպես հերոս, ինչպես կարող էին հին էլիտաները պահպանել իշխանությունը։ Ժողովուրդը կսիրեր Մոնտեին ավելի, քան ցանկացած քաղաքական գործիչի։ Այդ սերը կարող էր դառնալ քաղաքական ուժ։ Իսկ քաղաքական ուժը պետք է վերահսկել կամ ոչնչացնել։
1993 թվականի հունիսի 6-ին 3 վկաներ տեսան Մոնտե Մելքոնյանին վառելիս թղթեր իր հրամանատարական կետում։ Նրանք մտան սենյակ եւ տեսան մետաղյա աղբամանը լցված էր մոխրով, եւ Մոնտեն կանգնած էր դեռ վառելով վերջին էջերը։ Երբ հարցրին ինչ է այրում, նա պատասխանեց. հին զեկուցումներ, որոնք այլևս պետք չեն։ Բայց վկաները նկատեցին, այդ թղթերը չէին սովորական ռազմական զեկուցումներ։ Դրանք անձնական նամակներ էին, պլաններ, նոթեր նրա ձեռագրով։ Ինչու էր նա ոչնչացնում իր սեփական արխիվը։ Ինչից էր վախենում։ Արդյոք այդ փաստաթղթերում կային գաղտնիքներ, որոնք չպետք է գտներ ուրիշները, թե գուցե նա պարզապես ուզում էր ապահովել, որ նրա մտքերը մնան նրա հետ, ոչ թե հասնեն հետագա քննիչների ձեռքերը։ Մի պահակ հիշում է մի մանրամասնություն, որը բոլորը անտեսել են։ Երբ Մոնտեն վառում էր այդ թղթերը, նա կանգ առավ մի պահ եւ նայեց մի էջի վրա երկար։ Այդ էջում գրված էր ինչ-որ բան, որը ստիպեց նրան դադարել։ Պահակը չտեսավ ճշգրիտ բառերը, բայց նա տեսավ Մոնտեի դեմքը, խորտ, ցավոտ, գուցե նաև ափսոսած։ Հետո Մոնտեն այդ էջը նույնպես նետեց կրակի մեջ եւ դիտեց, թե ինչպես այն դառնում է մոխիր։ Ինչ էր գրված այդ էջում, որը արժանի էր վերջին հայացքի։ Արդյոք դա նամակ էր իր ընտանիքին, որը երբեք չուղարկեց, թե հավակնություն, որը երբեք չիրականացավ, կամ գուցե ճշմարտություն, որը չպետք է մնար։ 1993 թվականի հունիսի 8-ին պատահեց իրադարձություն, որը հայտնի չէ լայն հանրությանը։ Մոնտե Մելքոնյանը կանչեց իր ամենավստահելի հրամանատարին, մարդուն, ով ծառայել էր նրա հետ մինչև մարտունու օրերը, դեռ Շաումյանի շրջանում։ Այդ հրամանատարի անունը չեմ նշի, որովհետև նա դեռ կենդանի է եւ ապրում Արցախում։ Մոնտեն ասաց նրան գաղտնի հանձնարարություն։ Եթե ինքը Մոնտեն մեռնի հաջորդ մեկ ամսում, այդ հրամանատարը պետք է տեղեկացնի մի հատուկ մարդու, Ամերիկայում գտնվող իր եղբորը։ Պետք է տեղեկացնել ոչ թե պաշտոնական ուղիներով, այլ գաղտնի նամակով, որի պատճենը Մոնտեն տվեց այդ հրամանատարին։ Այդ նամակում գրված էր մի նախադասություն, որը հրամանատարը հիշում է բառացի. Եթե ես մեռնում եմ հունիսում, իմացեք, դա ոչ թե պատահականություն է։ Ինչ կարող է նշանակել այդ նախադասությունը։ Արդյոք Մոնտե Մելքոնյանը կանխատեսում էր իր սեփական մահը։ Արդյոք նա ստացել էր սպառնալիքներ, նախազգուշացումներ, նշաններ, թե գուցե նա պարզապես զգաց մի անսովոր անհանգստություն, որը չէր կարող բացատրել։ 1993 թվականի հունիսի 9-ին Մոնտե Մելքոնյանի ամենամոտ ընկերը Մարտունիում, մարդը, ով կիսել էր նրա հետ բոլոր ծանր օրերը, մտավ հրամանատարական կետ եւ տեսավ բան, որը երբեք չէր սպասել։ Մոնտեն նստած էր իր սեղանի մոտ, դեմքը թաքցրած ձեռքերի մեջ, եւ նրա ուսերը թնդում էին։ Այս մարդը, ով երբեք թուլություն չէր ցույց տվել իր զինվորների առջև, ով միշտ կանգնած էր ուժեղ եւ անսասան, այժմ կոտրված էր։ Ընկերը մոտեցավ լուր, դրեց ձեռքը նրա ուսին։ Մոնտեն բարձրացրեց գլուխը, աչքերը կարմիր լացից, դեմքը ցավոտ եւ ասաց 3 բառ. Նրանք դավաճանեցին ինձ։ Ով էին նրանք եւ ինչ դավաճանություն տեղի էր ունեցել, որը կոտրեց անկոտրում մարդուն։ Պատմությունը սկսվում էր 1 շաբաթ առաջ։ 1993 թվականի հունիսի 2-ին Մոնտեն ստացել էր հատուկ նամակ Երևանից, ոչ պաշտոնական փոստով, այլ անձնական առաքիչով։ Առաքիչը մարդ էր, ում Մոնտեն ճանաչում էր Ասալայի օրերից, վստահելի անձ, ով երբեք չէր մասնակցի խաղերին։ Նամակը կարճ էր, միայն 3 տող, բայց այդ 3 տողը բացատրում էին ամեն ինչ։ Վազգենը չգիտե, վերևից հրամանը եկել է շրջանցելով նրան։ Քո անունը ցանկում է նրանց, ով պետք է հեռանան։ Ստորագրություն չկար, բայց Մոնտեն ճանաչեց ձեռագիրը, մի հին ընկեր, ով այժմ աշխատում էր Երևանի անվտանգության ծառայություններում, բայց պահպանել էր խիղճը։ Այդ նամակը բացահայտում էր ճշմարտությունը։ Մոնտե Մելքոնյանը դարձել էր խոչընդոտ մարդկանց համար, ովքեր պլանավորում էին պատերազմից հետո հսկայական հարստություններ հավաքել։ Բայց ովքեր էին այդ մարդիկ, ովքեր համարձակվում էին թիրախավորել ազգային հերոսին։ Նամակը չէր տալիս անուններ, բայց Մոնտեն գիտեր իմաստը։ Նա 10 տարի ապրել էր գաղտնի ցանցերում, սովորել էր կարդալ իշխանության լեզուն, հասկանում էր, ինչպես են աշխատում կոռուպցիոն համակարգերը։ Արցախում հսկայական ռեսուրսներ էին՝ հող, հանքեր, անտառներ, հետագա վերակառուցման պայմանագրեր։ Պատերազմից հետո, երբ հաղթանակը կհայտարարվեր, այդ ռեսուրսները կբաշխվեին, բայց ով կորոշեր ում տալ։ Այն մարդիկը, ովքեր կառավարում էին պաշտոնական կառույցները, Մոնտե Մելքոնյանը, անկախ հրամանատարը, ով չէր կախված Երևանի ցանցերից, ով վայելում էր ժողովրդական լեգենդարական սեր։ Այս մարդը կարող էր պահանջել արդարություն, թափանցիկություն, հաշվետվողականություն։
Կարող էր դառնալ խղճի ձայն, որը խանգարում է գողերին։ Այսպիսի ձայները պետք է լռեցնել, մինչ նրանք չդարձան շատ բարձր։ Մոնտեն կարդաց նամակը 3 անգամ, հետո այրեց այն ճրագի վերևում, մինչև չմնաց նույնիսկ մոխիր։ Նա արդեն հասկացել էր, դավաճանությունը ներսից է, ոչ թե դրսից։ Ադրբեջանցիները սպասում էին Մարտունուն հարձակվել, բայց իրական վտանգը եկավ հին ուղությունից, Երևանից, իշխանության սենյակներից, որտեղ նստում էին մարդիկ, ով երբեք չէին տեսել մարտադաշտ, բայց որոշում էին, ով պետք է մեռնի։ Այս բացահայտումը ավելի ցավոտ էր, քան ցանկացած վերք։ Թշնամու դեմ մարտնչելը դժվար է, բայց հասկանալի։ Բայց ինչպես մարտնչես դավաճանների դեմ, երբ նրանք քո սեփական կողմում են, երբ նրանք կրում են նույն դրոշը, երբ նրանք ձևացնում են հայրենասեր։ 1993 թվականի հունիսի 10-ին Մոնտե Մելքոնյանը կանչեց երկրորդ գաղտնի հանդիպում իր ամենավստահելի հնգյակի հետ։ Այս 5-ը հրամանատարներ էին, ովքեր սկզբից մարտնչել էին նրա կողքին, Շաումյանում, Մարտունիում, Կելբաջարում։ Նրանք պատկանում էին Մոնտեին, ոչ թե Երևանին։ Մոնտեն բացատրեց իրավիճակը խնայելով բառերը, բայց նրանք հասկացան անմիջապես։ Մեկը հարցրեց. «Ինչ ենք անելու»։ Մոնտեն պատասխանեց. «Շարունակել մարտնչել, բայց հիշել, իրական թշնամին կարող է լինել ոչ թե առջևում, այլ ետևում»։ Այդ բառերը հնչեցին որպես արձագանք 5 վստահելի սրտերում։ Նրանք երդվեցին պաշտպանել Մոնտեին մինչև վերջ։ Բայց արդյոք երդումները բավարար են, երբ թշնամին ունի ռեսուրսներ, իշխանություն, անսահման հասանելիություն։ Հենց այդ օրը հունիսի 10-ին Մոնտե Մելքոնյանը ստացավ երկրորդ հաղորդագրություն, այս անգամ ոչ թե գաղտնի նամակ, այլ ռադիոհաղորդագրություն Ստեփանակերտից։ Պաշտոնական ձայնը հայտարարեց. Մարտունու շրջանին հատկացվում են նոր ուժեր, 2 լրացուցիչ ջոկատ, որոնք կգալիս են Երևանից։ Այս լուրը պետք է ուրախացներ ցանկացած հրամանատարի, որովհետև լրացուցիչ ուժերը նշանակում են ավելի ուժեղ պաշտպանություն։ Բայց Մոնտեն հասկացավ իրական իմաստը։ Այդ ջոկատները չէին գալիս օգնելու նրան, այլ վերահսկելու։ Նրանց հրամանատարները չէին լինի նրա ստորաբաժանումում, այլ ուղղակի կապված Երևանի հետ։ Դրանք լինելու էին աչքեր, հետևելու Մոնտեի յուրաքանչյուր շարժին, ականջներ լսելու նրա յուրաքանչյուր զրույցը, եւ եթե հրաման գար, դրանք կարող էին դառնալ նաեւ ձեռքեր, հասնելու նրան։ Մոնտեն դիմեց իր վստահելի հնգյակին կրկին եւ բացատրեց նոր իրավիճակը։ Նրանք առաջարկեցին մերժել այդ նոր ջոկատների ընդունումը, բայց Մոնտեն գիտեր, մերժումը կնշանակի բաց ապստամբություն, եւ ապա Երևանը կկարողանա պաշտոնապես հեռացնել նրան։ Ավելի լավ էր ընդունել այդ ջոկատները, բայց պահել հեռու, առանձին հատվածներում, որտեղ նրանք չէին կարող միջամտել հիմնական գործողություններին։ Եվ միաժամանակ Մոնտեն սկսեց կատարել իր վերջնական պլանը։ Եթե ինքը անհետանար, նրա վստահելի հնգյակը պետք է շարունակեր պայքարը, բայց ոչ միայն ռազմական պայքարը, այլ նաև պայքարը ճշմարտության համար։ Նա տվեց նրանցից յուրաքանչյուրին մի կնիկված ծրար եւ ասաց. «Բացեք միայն, եթե ես մեռնեմ հունիսին»։ Հինգյակը հարցրեց. «Ինչու հատկապես հունիս»։ Մոնտեն պատասխանեց. «Ադրբեջանցիները պլանավորում են մեծ հարձակում, իսկ երբ մեծ ռազմական գործողություններ են, ամենավտանգավորը դառնում եմ ես, որովհետև Երևանը կարող է օգտագործել խառնաշփոթը»։ Ծրարներում էին փաստաթղթեր, անուններ, ապացույցներ, ով է ում, ով է պլանավորել ինչ, ով է շահելու ումից։ 1993 թվականի հունիսի 11-ին Մարտունուն հասան 2 նոր ջոկատները Երևանից։ 120 զինվորներ, 8 սպա, 2 հրամանատար։ Նրանք հանդիպեցին Մոնտե Մելքոնյանի հետ հրապարակում, պաշտոնական ողջույն, բարևներ, խոսքեր մասնագիտական համագործակցության մասին։ Բայց Մոնտեն տեսավ նրանց աչքերում ինչ-որ բան, որը նրան ծանոթ էր ասալայի օրերից, կասկածանք, հետևում, գնահատական։ Այս զինվորները չէին եկել մարտնչելու, այլ դիտելու։ Հրամանատարներից մեկը ներկայացավ. կապիտան Գևորգ, Երևանի հատուկ ջոկատից։ Մոնտեն ձեռք սեղմեց եւ զգաց ուժեղ սեղմում, չափազանց ուժեղ սովորական ողջույնի համար։ Սա էր ցույց տալու ձևը։ Մենք էլ ուժեղ ենք։ Մոնտեն նշանակեց նոր ջոկատները արևելյան հատվածին, 40 կիլոմետր հեռու իր հրամանատարական կետից։ Դա բավական հեռու էր, որպեսզի նրանք չլինեին ուղակի վերահսկման տակ, բայց բավական մոտ, որպեսզի կարելի լինի պաշտոնապես հիմնավորել տեղաբաշխումը։ Կապիտան Գևորգը մերժեց. «Մենք պետք է լինենք կենտրոնական ուղղությամբ», ասաց նա։ Մոնտեն հարցրեց. «Ինչու»։ «Չնչու», կապիտանը պատասխանեց։ «Երևանի հրամանը այդպես է»։ Մոնտեն կարճ դադար արեց, հետո ասաց հանգիստ, բայց սառը ձայնով. «Այստեղ հրամանատարը ես եմ»։
Երևանը կարող է ուղարկել ուժեր, բայց ես որոշում եմ, ուր են նրանք տեղակայվում։ Եթե դա ձեզ չի դուր գալիս, վերադարձեք Երևան։ Լռություն ընկավ։ Կապիտան Գևորգը նայեց Մոնտեին երկար, հետո դանդաղ ժպտաց, չափազանց դանդաղ, չափազանց հստակ։ Լավ, ասաց նա։ Մենք կգնանք արևելք, բայց հիշեցեք այս պահը։ Այդ բառերը հնչեցին որպես սպառնալիք, եւ Մոնտեն հասկացավ, իր կասկածները ճիշտ էին։ Այս մարդիկը եկել էին ոչ թե օգնելու, այլ սպասելու ճիշտ պահին։ Ո՞ր պահին։ Պահին, երբ հրամանը կգա Երևանից, կամ պահին, երբ Մոնտեն կանի սխալ, կամ պահին, երբ նա կլինի ամենախոցելի։ 1993 թվականի հունիսի 12-ին դաշտում դեռ էր մութ, երբ Մոնտե Մելքոնյանը արթնացավ 6 ժամին։ Ոչ զարթուցիչ, ոչ պահակի թակոց դռանը։ Նա ինքն արթնացավ, որովհետև նրա մարմինը սովորել էր զգալ վտանգը։ Նստեց մահճակալին, հագնեց կոշիկները, վերցրեց իր զենքը։ Դուրսը դեռ գիշեր էր, բայց արևելքից սկսում էր երևալ առաջին լույսը։ Մոնտեն նայեց պատուհանից եւ տեսավ Մարտունին, խաղաղ, քնած, անտեղյակ այն մասին, ինչ գալիս էր։ Նա զգաց մի տարօրինակ հանգիստ, ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր։ Ինչպես մարդը, ով տեսել է վերջը եւ ընդունել այն։ Նա գրեց կարճ նամակ իր եղբորը Ամերիկա։ Ոչ թե դրամատիկ, ոչ թե հուզական, պարզապես փաստ էր։ Եթե ինչ-որ բան տեղի ունենա ինձ հետ, իմացեք, ես սիրում էի Հայաստանը ավելի, քան ինձ։ Նամակը դրեց ծրարի մեջ, կնիքեց, տվեց իր վստահելի պահակին առանց բացատրության։ Պահակը հասկացավ չպետք է հարցմել։ Ապա Մոնտեն պատրաստվեց գնալ դեպի առաջնագիծ Մարզիլու ուղությամբ, որտեղ հաղորդվել էր ադրբեջանական ուժերի նոր շարժումների մասին։ Նրա պահակները հարցրին. «Ինչու այսօր հրամանատար։ Կարելի է ուղարկել ջոկատային հրամանատարին»։ Մոնտեն պատասխանեց. «Ես պետք է տեսնեմ ինքս»։ Ճանապարհը դեպի Մարզիլի տևեց 2 ժամ։ 2 ԲՄՊ, 18 զինվոր, 2 հրամանատար։ Մոնտեն նստած էր առաջին մեքենայում, նայում ճանապարհին, որը անցնում էր ձորերով, բլուրներով, փոշոտ գյուղերով։ Արևը արդեն բարձրացել էր, տաքությունը սկսում էր ճնշել։ 1993 թվականի հունիսի 12-ը սկսվեց որպես սովորական օր, տաք, փոշոտ, լիքը փոքր անհարմարություններով։ Բայց այդ օրը պատմություն մտավ որպես ողբերգություն։ Ժամը 9:30 նրանք հասան Մարզիլուն։ Փոքր գյուղ, 40 տուն, 100 բնակիչ։ Բոլորը գիտեին Մոնտեին, բոլորը բարևում էին նրան ուրախությամբ։ Երեխաները վազում էին մեքենաների ետևից գոռալով. «Մոնտե, Մոնտե»։ Նա ժպտաց նրանց, բայց նրա աչքերը հետևում էին շրջակա բարձունքներին։ Տեղական ջոկատային հրամանատարը զեկուցեց. «Ադրբեջանցիները տեղակայել են հրետանու նոր դիրքեր հյուսիսում, 3 կիլոմետր հեռու։ Մենք գիտենք կոորդինատները»։ Մոնտեն խնդրեց ցույց տալ քարտեզում։ Նրանք տարածեցին քարտեզը մի քարի վրա։ Մոնտեն ուսումնասիրեց մանրամասն։ Այդ պահին նա չգիտեր, որ ինչ-որ մեկը հետևում էր նրան հեռուստիկոպի միջոցով 100 մետր հեռու։ Ժամը 10 առավոտյան Մոնտե Մելքոնյանը որոշեց անձամբ ուսումնասիրել ադրբեջանական դիրքերը։ Տեղական հրամանատարները խնդրեցին չգնալ, շատ վտանգավոր է, հակառակորդի դիտորդները կարող են տեսնել։ Բայց Մոնտեն ասաց, նա պետք է տեսնի ինքը, որպիսի պլանավորի պատասխան հարձակումը։ Նա վերցրեց 4 զինվոր եւ շարժվեց դեպի հյուսիս, բլուրների միջով, որտեղ ծառերը տալիս էին թեթև ստվեր։ Տաքությունը հասել էր 38 աստիճանի, արևը ճնշում էր ուղիղ գլխին։ Մոնտեն զգում էր գլխացավը վերադարձել, բայց անտեսեց։ Նա սովորել էր ապրել ցավի հետ։ Նրանք հասան բլրի գագաթ, որտեղից երևում էր ադրբեջանական դիրքերը։ 5 հրետանու, 10 զինվոր, 2 տանկ։ Մոնտեն հանեց հեռադիտակը եւ սկսեց ուսումնասիրել։ Նա հաշվեց թիրախները, նշեց կոորդինատները իր փոքրիկ նոթատետրում։ Հենց այդ պահին երկնքում հնչեց սուլիչի ձայն։ Ադրբեջանական հրետանին սկսեց կրակել։ Առաջին արկը ընկավ 200 մետր ձախ կողմը, երկրորդը 100 մետր աջ։ Նրանք ճշգրտում էին։ Մոնտեն բացականչեց. «Վազ, նրանք մեզ տեսել են»։ 4 զինվորները սկսեցին վազել դեպի ներքև, բլուրի ստորոտը։ Մոնտեն վազում էր վերջինը, ապահովելով, որ նրա մարդիկը անվտանգ են։ Երրորդ հարկը ընկավ 30 մետր հեռու, ուժգին պայթյուն, հող եւ քարեր ցատկեցին օդ։ Մոնտեն վազում էր արագ, իր սիրտը թմբկում էր կրծքավանդակում, թթվածինը բավարար չէր։ Նա տեսավ իր զինվորները հասել ապահով տեղ, թաքնվել մեծ քարերի ետևում։ Նա գրեթե հասել էր, դեռ 10 մետր մնացել էր, երբ որոշեց մի վերջին անգամ նայել հետ, տեսնել արդյոք հակառակորդը հետապնդում է։ Այդ նայելը խլեց 1 վայրկյան։
Մեկ վայրկյան, որի ընթացքում 4-րդ արկը ընկավ ուղիղ նրա կողքը։ Պայթյունը այնքան մոտ էր, որ Մոնտեն չլսեց ձայնը, միայն զգաց իր մարմինը թռչում օդում։ Նա ընկավ 2 մետր հեռու, դեմքով դեպի երկիր։ Իր զինվորները վազեցին դեպի նրան, գոչեցին հրամանատար։ Նրանք շրջեցին նրան եւ տեսան արյուն, շատ արյուն, որը հոսում էր նրա աջ կողմից։ Մի փայլատի թեղ մտել էր կողն ու դուրս եկել թակարակ կողմից։ Մոնտեն բացեց աչքերը մի պահ, տեսավ իր զինվորների սարսափած դեմքերը, ուզեց ինչ-որ բան ասել, բայց կարող եղավ միայն շնչել։ Զինվորները բարձրացրին նրան, սկսեցին տամել դեպի մեքենան։ Բայց հրետանին չդադարեց կրակել։ 5-րդ արկը, 6-րդը, 7-րդը։ Նրանք վազում էին այլասերման վիճակում, կրում նրանց հրամանատարին, ով կորցնում էր կյանքը ամեն վայրկյան։ Նրանք հասան BMP-ին, դրեցին Մոնտեին ներսում։ Վարորդը սկսեց շարժիչը, սեղմեց գազը, մեքենան շարժվեց արագությամբ։ Բայց Մարզիլուց մինչև Ստեփանակերտի ամենամոտ հիվանդանոցը 40 կիլոմետր ճանապարհ էր, 1 ժամ անցնելու։ Մոնտեն չուներ 1 ժամ։ Երբ նրանք հասան Ստեփանակերտի հիվանդանոց ժամը 12-ին, բժիշկները վազեցին դուրս։ Նրանք տեսան Մոնտե Մելքոնյանին, անշունչ, առանց զարկերակային բաբախի, դեմքը սպիտակ մահվան գույնով։ Բժիշկները փորձեցին վերակենդանացնել, բայց շատ ուշ էր։ 12 ժամին եւ 20 րոպեին բժիշկը հայտարարեց. նա մեկնեց։ Մոնտե Մելքոնյանը, Արցախի ամենահայտնի հրամանատարը, մարդը, ով փրկել էր Մարտունին, ում սիրում էր ամբողջ ժողովուրդը, վերջ գտավ 1993 թվականի հունիսի 12-ին 35 տարեկանում։ Բայց պատմությունը չավարտվեց այդտեղ։ Երբ լուրը հասավ Մարտունի, ամբողջ քաղաքը ելավ փողոցներ, լալով, գոչելով, անհավատալով։ Մարդիկ, ում Մոնտեն օգնել էր, ընտանիքները, ում նա պաշտպանել էր, երեխաները, ում նա ժպտացել էր, բոլորը զգում էին, նրանք կորցրել են ոչ թե հրամանատար, այլ հայր։ Երբ նրա մարմինը բերեցին Մարտունի, տեղացիները մերժեցին թույլ տալ տանել այն Երևան։ Նրանք ասացին. Մոնտեն պատկանում է մեզ։ Նա մնաց Արցախում, հավերժ։ Եվ այսպես էլ եղավ։ Մոնտե Մելքոնյանին թաղեցին Երաբլուրում, Ստեփանակերտում, ռազմական պատվով, հազարավոր մարդկանց ներկայությամբ։ Բայց իր վստահելի հնգյակը չմոռացավ վերջին հրահանգը։ Հունիսի 14-ին նրանք բացեցին կնիկված ծրարները։ Ներսում էին փաստաթղթեր, անուններ, թվեր, ապացույցներ։ Նրանք կարդացին եւ հասկացան, ինչ էր Մոնտեն գիտել, ինչու էր նա գիտել եւ ով էր շահագրգռված նրա մահից։ Բայց այդ փաստաթղթերը երբեք չհրապարակվեցին։ Պատերազմը դեռ շարունակվում էր, եւ ազգը պետք էր հերոս, ոչ թե սկանդալ։ Հնգյակը որոշեց սպասել այն ժամանակին, երբ Արցախը ազատ կլինի, երբ խաղաղությունը կվերադառնա, երբ ժողովուրդը կկարողանա լսել ճշմարտությունը առանց կորցնելու հույսը։ Այդ ժամանակը երբեք չեկավ։ Հնգյակից մեկը ընկավ Ագդամի մարտերում, երկրորդը մեկնեց Ռուսաստան եւ անհետացավ։ Երրորդը նվազեց պաշտոններից ու լռեց։